Կառավարությունը 2018 թվականի մայիսի 8-ից առ այսօր 310 ընկերության մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրամադրել։ Վարչապետը հրապարակել է արտոնություն ստացած ընկերությունների ցանկը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունն արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից։ Մինչդեռ դա տնտեսական աջակցության ըստ էության ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ Արտոնությունը տրամադրվել է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծող տեխնոլոգիաների եւ հումքի ներմուծման համար։ 2018 թվականի մայիսից մինչև այսօր տրվել է 246 միլիարդի արտոնություն, որի դիմաց խոստացվել է եւ իրականացվում է մոտ 2 տրիլիոն 500 միլիարդի ներդրումներ, որի մի մասն արդեն իրականացված է։ Դրա շրջանակներում 40756 աշխատատեղ են ստեղծվել, մենք միայն այս ծրագրի շրջանակներում։ Աջակցության համար կարևոր է լինել գերակա ոլորտների շարքում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, տրանսպորտ, տեղեկատվություն եւ կապ, էներգետիկա, առողջապահություն եւ ավտոմեքենաների տեղսպասարկում ու նորոգում։ Հիմնական պայմանները չունենա պետության նկատմամբ պարտավորություններ, հարկային պարտավորություններ, ուշադրություններ եւ այլն, եւ ծրագիր ներկայացնի ներդրումային։ Այս ծրագիրը բավականին լավ խթան է հանդիսանում տնտեսության զարգացման եւ ներդրումների իրականացման համար։ Արտոնությունից ամենաշատն օգտվել են մշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունները՝ ծխախոտի, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, ալյումինի արտադրատեսակների արտադրություն, նաեւ հանքարդյունաբերություն եւ ջերմոցային տնտեսություններ։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք հանդես են բերում համապատասխան ջանքեր, այսինքն պայմաններին համապատասխան մոտեցում են ցուցաբերում, դա բոլորը ստանում են այդ արտոնությունը։ Եվ գոնե ես չեմ լսել մի դեպք, որ այդ արտոնությունը ստանալու նպատակով ներկայացված ընկերություններից որևէ մեկը մեժում ստանա։ Սա ակնհայտ փաստ է եւ սրանցեն շատ դժվար է տարբեր տեսակի ասեկոսներ տարածելը։ Այլ հավասար պայմաններում այս 246 միլիարդ դրամը պետք է մուտք արվեր ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից էլ Հայաստանը ստանալու էր շուրջ 3 միլիարդ դրամ, հաշվի առնելով, որ 1.22% մասնաբաժին ունի, նկատում է Աշոտ Մարկոսյանը։ Այդ դրամական միջոցները, որպես տնտեսության զարգացման, ընկերությունների արդյունավետության բարձրացման միջոց մնում մեր հանրապետությունում, եւ դրանք օգտագործում են մեր հանրապետության տնտեսության զարգացման նպատակով։ Ինչ վերաբերում է կոնկրետ ընկերությունների արտոնություն ստանալու վերաբերյալ հաճախ արվող հրապարակումներին, փոխնախարարը շեշտում է, արտոնյալներ չկան, պայմանները հստակ են։ Դիմողները, եթե համապատասխանում են ծրագրին, բոլորը անխտիր պետք է ստանան, ավելի քան 300 ընկերություններ ներկայացրել են 400-ից ավել ծրագրեր եւ ստացել են այդ արտոնությունները, պարզ չէ, որ Հայաստանի Հանրապետությունում 300 արտոնյալ ընկերություններ, եթե խոսում ենք, ուրեմն չի կարող այդքան արտոնյալ ընկերություններ լինել, երբ որ մի բան համընդհանուր է լինում, արդեն արտոնյալի մասին խոսելը ավելորդ։ Եթե 1-2 ընկերություն աջակցություն ստանար, գուցե կարելի էր նման ենթադրություն անել, նշում է Աշոտ Մարկոսյանը։ Հավելում, այս դեպքում խոսքը 310 ընկերության մասին է։ Այսինքն սա կառավարության գիծ է տնտեսական քաղաքականության եւ պետության դերի որոշակի ավելացում, որը ուղղված է ձեռնարկությունների արդյունավետության բարձրացմանը, վերջին հաշվով նաեւ ամբողջ տնտեսության արդյունավետության բարձրացմանը, ինքը բերի հնարավորություններ այդ կազմակերպություններում գուտակումների ավելացման եւ ավելի մեծ քանակությամբ համախառն ավելացված արժեք ստանալու նպատակին։ Միայն 2025 թվականին արտոնություն է տրամադրվել 67 ծրագրի 39 միլիարդ դրամի չափով, որի դիմաց նախատեսված է իրականացնել 243 միլիարդի ներդրում։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։